Ամեն, հալելույա, փառք Տիրոջը։ Եք սրտանց Տիրոջը փառք տանք եւ ասենք մեծ ես դու մեր Տեր, սքանչելի ես։ Շնորհակալ ենք քեզանից այս երեկոյի համար, քո մեծ սիրո, քո ողորմության համար, Տեր, քո թափած սուրբ արյան համար, քո գրած չարչարանքների համար։ Շնորհակալ ենք քեզանից, շնորհակալ ենք քեզ Հայր, քո մեծ սիրո համար, քո որդուն մեր փրկության համար, որ զոհաբերեցիր։ Շնորհակալ ենք Հիսուս քո խոնարհության եւ հնազանդության համար, որ հոր սերը չմերժեցիր, երկար կյանքը տվեցիր եւ մեզ հայտնեցիր մեր հոր սերը։ Շնորհակալ ենք քեզանից Սուրբ Հոգի Աստված, հրաշագործ Աստված, փառավոր Աստված, որ առանց քեզ ոչ մի հրաշք, ոչ մի զորություն տեղի չի ունենա։ Ես ուզում եմ կարդամ մինչև աղոթքը, ինչպես որ պայմանավորվել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների եւ հատկապես երեխաների համար։ Եվ այսօր ես ուզում եմ մինչև աղոթքը Ղուկաս ավետարան 4-րդ գլուխ ուրեմն 16 համարից կարդամ։ Եվ եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր, եւ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարան մտավ եւ կանգնեց, որ կարդա։ Եվ Եսայի մարգարեի գիրքը տվին նրան, եւ երբ որ գիրքը բացավ, այնտեղը գտավ, ուր գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ, նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսողություն, խոսվածներին արձակելու, ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եվ այս գիրքը խփեց, պաշտոնյային տվավ, նստեց եւ ժողովրանի մեջ ամենքի աչքերին նրանն էին մտիկ տալիս եւ նա սկսեց ասել նրանց, թե այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներում։ Ես վստահ եմ, որ ամեն մեկի համար շատ կարևոր են լսելիքները, որովհետև այս ինչ որ ավետարանում գրված է եւ այստեղ որ գրված է եւ կարդացի, այսօր կատարվեց եւ դա հնարավոր է, որ քո կյանքում բերի այն ինչ որ այստեղ գրված էր, եթե քո ականջները լսեցին, եթե դու ընդունեցիր, որտեղ Հիսուսն ասեց, սա կատարվեց ձեր ականջներումը, սա կատարվեց ձեր ականջներումը։ Եվ ես ուզում եմ, որ այս խոսքերը քո ականջներում կատարեն Աստծո հրաշքը, կատարեն Աստծո փառավոր, զորավոր կամքը, որի համար նա ուղարկեց իր որդուն, որի համար Հիսուս եկավ աշխարհ։ Եվ ասում է, նա եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր, եւ սովորության պես շաբաթը ժողովրան մտավ։ Եսայի մարգարեի գիրքը բացին, տվին նրան, երբ որ գիրքը բացավ, այնտեղը գտավ, որ գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է։ Գիտես, Հիսուսը 30 տարի ապրեց երկրի վրա, մինչև Սուրբ Հոգին իջավ։ Երբ որ Սուրբ Հոգին իջավ իր վրա, Հիսուս սկսեց հրաշքներ անել, բժշկել, դևեր հանել, մեռելներ հարություն տալ եւ տարբեր տեսակի ցավեր ու հիվանդություններ բժշկում էր։ Եվ անբուժելի եւ աննարին ոչինչ չկար, կույրին տեսողություն, խուլին լսել, համրին խոսել։ Գիտես, երբ որ Հիսուսի վրա իջավ Սուրբ Հոգին, Հովհաննես Մկրտիչը հայտարարեց, ասեց, սա է Աստծո գառը, որ վերցնելու է աշխարհի, համայն աշխարհի մեղքը։ Եվ երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը սկսեց իր գործունեությունը, երբ որ 30 տարեկանում էր, նա 3 տարի ամեն օր հրաշքներ ու նշաններ էր անում։ Հովհաննես ավետարանիչն ասում է, եթե այն ամենը ինչ որ Տերն արեց, մենք գրի առնենք, աշխարհի գրքերն էլ չէին բավարարի։ Այսինքն ինչ չնչին մասա գրված Տեր Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքների։ Գիտես ինչի համար, որովհետև այդ հրաշքները շարունակվում են։ Որտեվ 3 այսօր ու հավիտյան Հիսուս նույնն է։ Գիտես, Հիսուս այս հոգու մասին ասեց, երբ որ այս հոգին եկավ իր վրա, ասեց հրաշքներ գործել։ Աշակերտները, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսին ճանապարհ դրեցին,
երբ որ Հիսուսը համբարձվեց երկինք, ասեց Երուսաղեմից ոչ միտեղ չգնաք, մինչև այդ հոգին իջնի ձեր վրա նաև։ Եվ երբ որ աշակերտները Հիսուս Քրիստոսին Գալիլեայի լեռան վրա ճանապարհեցին երկինք եւ Հիսուսը համբարձվեց, համբարձումից ընդամենը 10 օր հետո Սուրբ Հոգին իջավ Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտների վրա։ Եվ աշակերտները նույն հրաշքներ են անում, բայց ես կուզում ասեմ քեզ, հրաշք գործողը իհարկե Սուրբ Հոգին էր, որը օգտագործում էր նրանց, ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսին ընդունել էին, սրբվել էին նրա արյամբ եւ Սուրբ Հոգու համար իրանց սրտերում տեղ էին բացել։ Եվ Սուրբ Հոգին գործում էր այնպես, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսի օրոք, որտեղ Հիսուսն ասեց այն նշանները, որ ես անում եմ, դուք էլ կանեք եւ սրանից ավելի մեծ կանեք, որովհետեւ իրականում այդ ամենի հեղինակը ոչ թե մենք ենք, այդ Սուրբ Հոգին է։ Ընդամենը մի 25 օրից մենք կնշենք Սուրբ Հոգու երկիր իջնելու այդ հրաշալի իրադարձությունը։ 2026 տարի առաջ Սուրբ Հոգին իջավ Երուսաղեմում գտնվող 120 աշակերտների վրա, որոնք վերնատան աղոթք էին անում, եւ ասես սաստիկ փչող քամու պես մի ձայն լսվեց, եւ այդ վայրը լցվեց Սուրբ Հոգով, եւ բոլոր նրանք, ովքեր որ այդ վայրում են, լցվեցին Սուրբ Հոգով, իսկին ուրիշ լեզուներով խոսել, եւ նրանց գլխի վրա երևաց կրակել լեզուներ, եւ նրանք այդ օրվանից, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը 30 տարեկանից, երբ որ Սուրբ Հոգին իջավ իր վրա, այդ օրվանից աշակերտների միջոցով Աստված մեծամեծ հրաշքներ ու նշաններ էր անում։ Մինչև այսօր բոլոր նրանց միջոցով, ովքեր որ իրանց սիրտը բացում են Սուրբ Հոգու առաջ եւ Սուրբ Հոգին իջնում է իրանց վրա, Աստված այդ մարդկանց միջոցով հրաշքներ անում։ Սիրելի քույրես, եղբայրս, գիտես ինչի համար այսօր այս հրաշքը մեզ համար հասանելի, ինչի համար այս հրաշքը այսօր մեր կյանքում տեղի կունենա, ոչ թե իմ, ոչ թե քո, այլ Սուրբ Հոգու սորավոր օրհնյալ զորությամբ։ Մենք կարիք ունենք Սուրբ Հոգու, որին Աստված ուղարկեց երկիր, որ մենք որբ չմնանք, որ մենք մխիթարություն ունենանք, եւ այդ մխիթարությունը նրա հոգուց է քեզ համար, որ դու չես մեռնելու, որ քո հիվանդությունը, քո կյանքի դատապարտությունը չի լինելու, որ քո հիվանդությունից անգամ հետք չի մնալու, քո վերքերը սպիանալու են, քո ցավերն հեռանալու են։ Այո, շատ մարդիկ կան Հիսուսին ընդունում են, Հիսուս իրանց Տերն է, բայց իրանք հիվանդությունների մեջ տառապում են մի պարզ պատճառով, ոչ թե որ Աստված դադարել է բժշկելու, այլ մենք ենք դադարել աղաղակելու եւ հարմարվել ենք մեր հիվանդության մեջ։ Եվ մտածում ենք, դե լավ, ոչինչ, այդ հիվանդությունն էլ թող լինի, չի խանգարում, բայց ոչ մի հիվանդություն, ոչ մի ցավ քո կյանքիդ մեջ պիտի չլինի։ Ինչպես որ դու սոված անում ես եւ ծառայում ես, ամեն բան անում ես, որպեսզի քո սովը եւ քո ծառավը հագեցնես եւ նաեւ հիվանդությունն եւ կյանքում եղած խնդիրներն, երբ որ կյանքիդ մեջ գալիս են, մի հարմարվի, որովհետեւ հարմարվող մարդիկ միշտ իրենց կյանքում ունենալու են որևիցե մի իրանք կյանքում ունենալու են միշտ անհաջողություն, որևիցե մի հաջողություն, որևիցե մի նոր զարգացում այդ մարդկանց կյանքում տեղի չի ունենալու։ Եվ դրա համար ուզում եմ ասեմ, որ Սուրբ Հոգին այստեղ է, Սուրբ Հոգին իմ վրա է, Սուրբ Հոգին այստեղ կանգնած ամեն մի քրոջ եղբոր վրա է, եւ այդ Սուրբ Հոգին նաեւ քո կյանքիդ վրա գա, եթե Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես։ Ասում եմ, նա ինձ ուղարկել է սրտով կոտրվածներին բժշկելու։ Եթե դու սրտով կոտրված ես, ինչ որ բանից քո սիրտդ կոտրվել է, Աստված սիրում է կոտրված սիրտը, եւ այսօր քո բժշկության օրն է։ Եթե դու ինչ որ բանի մեջ գերի ես, այդ գերության կապակները ջախջախվելու է։ Գերին չունի սեփական կամք, գերին չի կարող անել այն ինչ որ ուզում է։ Իսկ գերին գերի չէր կարող ազատել, իսկ Հիսուսը ազատ էր, որ մեզ եկավ գերությունից ազատելու։ Մենք խավարի եւ սատանայի ձեռքում գերի ենք եղել եւ ազատվել ենք նրա ձեռքով։ Եվ այսօր քորն է, որ կանչես Հիսուսին քո գերության շղթաները ջախջախելու համար, թողություն քարոզելու քո մեղքերը եւ իմ մեղքերը ներողը նա է։ Կույրերին տեսողություն։ Այո, Տերը կույր աչքերը բացող Աստված է։ Եվ ոչ թե միայն ֆիզիկապես, այլ նաև հոգևոր կուրությունը, խոցվածներին արձակելու, ազատելով։ Եվ եթե ինչ-որ խոցեր կան քո կյանքիդ մեջ, Տերը ազատ արձակելու եւ Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եվ թող այս տարի լինի Տիրոջը
ընդունելության տարի քո կյանքիդ մեջ։ Փառք Տիրոջը, ես ուզում աղոթեմ եւ բարձրացնեմ իմ ձեռքերս քո կյանքիդ վրա քո բոլոր հիվանդությունների, ցավերի, գերությունների, տկարությունների, անեծքների, ամեն տեսակի խոցերի ու վերքերի եւ հոգեվոր ու ֆիզիկական կուրության եւ խլության ու համրության դեմ սքանչելի օրհնյալ փառավոր մեծ եւ աննման Արժան ես դու ողջ փառքն ու պատիվը առնելու եւ ես իմ ձեռքերս բարձրացնում եմ ամեն հիվանդությունների, ցավերի, խավար ուժերի, դիվային ոգիների դեմ Հիսուսի անունով հետ շպրտելով եւ նահանջ խոսելով ամեն այն հոգիների կյանքից, որ մեզ նայում են Հիսուս Քրիստոսի անունով ջախջախում ու քանդում եմ հիվանդության շղթաները, որ իշխանություն ունեմ, որտեղ Տիրոջ հոգին ինձ վրա է Եվ ես հենց հիմա Հիսուսի անունով սաստում եմ քո ոտքերից ամեն ցավերը, քո հոդերից, քո աղիքներից, քո ստամոքսից, քո լյարդից, ամեն հիվանդություններին Հիսուսի անունով հրամայում եմ, որ դուրս գնան քո կյանքից, քո մարմնի բոլոր անդամներից, սրտանոթային հիվանդությունները, ամեն տեսակի աղեստամոքսային հիվանդությունները Հիսուսի անունով քո մարմնիդ մեջ զարգացող ամեն տեսակի հիվանդությունները հիմա արգելում եմ, վիժեցնում եմ, խափանում եմ ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա եւ ես խոսում եմ որ Տիրոջ զորությունը Սուրբ Հոգու կարող փառավոր իշխանությամբ գա քո կյանքիդ մեջ զգա Տիրոջ հպումը վերցրա եւ ասա ես ընդունում եմ Տիրոջ վերքերի բժշկությունը Սուրբ Հոգու զորությամբ ես քանդում եմ Հիսուսյան ամեն անեծքները կախարդությունները թուղթուգրերը հրճակումները քո կյանքիդ վրայից եւ ես Հիսուսի արյունն եմ խոսում մի հարմարվի հիվանդությունը Աստված չի ստեղծել մեզ համար մենք ենք մեր կյանքում Աստծո առաջ դռները փակել եւ բացել մեղքի ու խավարի առաջ բայց այսօր ես խոսում եմ որ Տիրոջ Սուրբ Հոգու զորությամբ բացվի դուռը քեզ համար արքայության երկինքը եւ Տիրոջ հոգին իջնի քո վրա եւ ազատագրի քեզ մաքրի քեզ ամեն բղծություններից, հիվանդություններից, ցավերից, մեղքերից ազատագրություն եմ խոսում գերության շղթաներ ջախջախելով քո կյանքում ես խոսում եմ Հիսուսի զորավոր բժշկարար ձեռքը քո աչքերին ես աղոթում եմ որ քո հոգեվոր եւ ֆիզիկական կուրությունը հեռանա կաղ ոտքերի վրա ես խոսում եմ որ զորություն իջնի եւ ոտքերը սկսեն ծառայել քեզ ձեռքերը ծառայել քեզ մարմնի բոլոր անդամներդ որոնք որ մի ժամանակ չեն շարժում ես հիմա խոսում եմ որ Տիրոջ զորություն իջնի եւ շարժիր այն շարժումներն արա որ չէիր կարողանում առաջ անել բարանոցդ շարժիր ողնաշարդ շարժիր գոտկատեղը, շարժիր ծնկները, շարժիր ոտքի թաթերը Հիսուսի անունով ես կյանք եմ խոսում քո մարմնիդ մեջ եւ սաստում եմ ամեն հիվանդության, մահվան, խավարի, դիվային ուժեր եւ ասեմ թող սատանա դու իշխանություն չունես ես քանդում եմ քո կապակները եւ ես հալածում եմ բոլոր այն ոգիներն ու դևերը որոնք կանգնած են քո հիվանդությունների հետևում շաքարախտ Հիսուսի անունով ես աղոթում եմ որ Տերը քո փառավոր Տեր իմ Աստված քո ողորմությամբ բժշկություն անի եւ ես բժշկություն եմ խոսում քո եստանոքսային գեղձի վրա ես բժշկություն ազատագրություն եմ խոսում բոլոր ռուսկներից բոլոր քաղցկեղի տարբեր տեսակի ստադիաներից ազատագրություն եմ խոսում մետաստազներից գլխուղեղի ողնաշարի մարմնի ցանկացած անդամում զարգացող ամեն քաղցկեղները Տեր Հիսուս Քրիստոսի անունով արգելում եմ եւ այդ հիվանդությունները տվականած դևերին սաստում եմ ես խոսում եմ բժշկություն ազատագրություն բոլոր կոտրված սրտերին բոլոր հուսահատ երկմիտ թերահավատությամբ բռնված հոգիներին ազատագրություն եմ խոսում Հիսուս երկիր արջ Աստված դու նույն ես երեք այսօր հավիտյան նույն ես քո բժշկարար զորությունը թող իջնի բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների իրանց տաներում բոլոր այն երեխաների որոնց ծնողներն հիմա գրկած նստած են դեր բժշկություն եմ խոսում որ նրանց մարմնի վրա գա քո զորությունը բժշկելու Հիսուս, քո ձեռքը չի կարճացել, բժշկիր, հպվիր Տեր բոլոր հիվանդներին, Հայր Աստված, շնորհակալ եմ, քո որդու Հիսուսի անունով եմ խնդրում, Հայաստանի բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների համար, նրանք ովքեր որ մեզ հետ աղոթում են եւ նրանց համար ովքեր որ չեն աղոթում, Տեր ես աղոթում եմ որ քո հոգին իջնի հիվանդանոցներում եւ արտության կրակը բորբոքվի, տեսնեն այս հրաշքները եւ ողորմությունը ստանան, Հիսուս բժշկիր նրանց, թող քո փառքդ երևա
Տեր, բոլոր այն բժիշկների համար եմ աղոթում, որոնք հիմա վիրահատարաններում ծանր վիրահատություններ են անում, որպեսզի բարեհաջող անցնի, նրանց ձեռքերը բերում եմ քո ձեռքերիդ մեջ, նրանց բոլոր Տեր իմ Աստված խնդիրների ու հարցերի պատասխանը քո մեջ է։ Ես աղոթում եմ բոլոր այդ վիրահատվող հիվանդների համար, որ քո զորությամբ մաքրես նրանց մարմինը ամեն ախտից ու ախտեղությունից, որ նրանք արթնանան բժշկված եւ տեսնեն քեզ ու քո լույսն ու քո փառքը։ Թող լույսը ծակի Հայաստանի բոլոր ծերանոցների, մանկատների, որբանոցների եւ բոլոր այն ընտանիքների, որոնք որ Տեր ծայրը հեղ վիճակների մեջ են։ Հիսուս ձեռքդ երկարացրա, փառքը ցույց տուր, երեսդ փայլեցրա, երկինքդ բաց եւ հոգիդ թափիր մեր երկրի վրա, արթնությանդ կրակը թող բորբոքվի, ամեն սիրտ, ամեն միտք, թող քո Սուրբ Հոգուց զորությամբ խոնարհվի, զղջա, ապաշխարի, կապանքները քանդվի, բժշկությունը գա, գերության ամեն կապանքները քանդի, գերությունից ազատագրող Տեր, փառքես, թող այսօր այս խոսքը կատարվի մեր երկրի մեջ, մեր ազգի մեջ, բոլոր նրանց ականջների մեջ, ովքեր որ մա լսում են, թող կատարվի այս խոսքը նրանց մեջ, հավատք ներշնչիր, հավատք լցրա, Սուրբ Հոգի, հրաշագործ, փառավոր, զորավոր, հպվիր ամեն մարմնի անդամները բժշկելով եւ մաքրելով։ Հիսուս, թող շարժասայլակները դատարկվեն, բոլոր նրանք ովքեր որ տարիներով նստած են Տեր իմ Աստված այդ շարժասայլակների մեջ, ես աղոթում եմ որ քո զորությունը դիչնի նրանց ոտքերի վրա եւ բժշկություն գա։ Հիսուս, փառքես, Հիսուս, երեք այսօր հավիտյան նույնն ես, Հիսուս, փառավորում եմ քեզ եւ ինձ հետ այս աղոթքն արա եւ ասա, Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ, որպես իմ Տեր եւ Փրկիչ։ Ասա ներիր ինձ Տեր, իմ բոլոր մեղքերս եւ կարող ես ասես նաեւ շնորհակալ եմ որտեւ դու ներվեցիր եւ ասա շնորհակալ եմ որ լսեցիր ու ներեցիր ինձ, շնորհակալ եմ որ քո մեծ սերդ ինձ հայտնեցիր, ասա շնորհակալ եմ Տեր Հիսուս որ իմ մեղքերիս համար խաչի վրա տվել ես քո կյանքդ, իմ հիվանդություններս ու իմ անեծներս ու ցավերս վերցրել ես, փառք ես, այսօր այն օրն է որ կատարվեց իմ ականջներում քո կամքը, փառքես, հրաշներդ, զորություններդ ու նշաններդ թող տեղի ունենան Տեր, թող նրանք ովքեր որ հետո մեր ձայնագրությունը այս ծառայության կլսեն, թող քո ողորմությունը նրանց էլ հպվի Տեր, բանակում ծառայող հիվանդ երեխաների համար եմ աղոթում, ծառայող բոլոր երիտասարդների համար եմ աղոթում, որ նրանց մեր սեր իջնի եւ մեր բանակում խաղաղություն գա, մեր երկրի այս օրտնան խաղաղությունը պահիր քո ձեռքերիդ մեջ եմ բերում, մեր երկրի իշխանավորներին, այն բոլոր իշխանավորներին, որ այս երկրում են հիմա Տեր իմ Աստված եկել են Հայաստան, ես աղոթում եմ որ քո Սուրբ Հոգին իջնի այդ գագաթնաժողովի վրա եւ այնտեղ արթնության կրակ բորբոքվի եւ այդ բոլոր իշխանավորները տեսնեն թագավորների թագավոր Տեր Հիսուսին, փառքով իջած մեր երկրի վրա, այցելիր այդ իշխանավորների սրտերը, թող դառնան քեզ, նրանց ղեկավարած երկիրները թող արթնությամբ լցվեն, թող նրանք այստեղից տանեն այս հոգու կրակը աշխարհի բոլոր եզրածակերում, արթնությանը, զորավոր, փառավոր այս հոգին թող տարածվի, Սուրբ Հոգի, փառք ես մեր երկիրը օրհնելու համար, մեր երկիրը ցանկալի դարձնելու համար, մեր երկիրը ապահով ու խաղաղ դարձնելու համար, թող փակվեն այն բողոքող, տրտնջացող, զզվելի քեզ համար, բոլոր այն Տեր իմ Աստված շուրթերը, որոնք բողոքում, տրտնջում եւ դժգոհում են, որտեղ դու զզվում ես ամեն տրտնջներից, ինչպես Իսրայելից, քո ողորմությունը գալիս է գոհացողների համար եւ մենք գոհանում ենք մեր երկրի համար, օրհնյալ հոգի թող իջնի մեր երկրի իշխանավորների համար, իմաստություն տուր նրանց այս երկիրը ղեկավարելու եւ առաջնորդելու, այս ժողովուրդը քո փառավոր կամքով եւ քո լույսով օրհնյալ ես, փառավոր ես, մեծ ես, հրաշալի ես, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հայաստանի համար, շնորհակալ եմ մեր հայրենիքի համար, շնորհակալ եմ այս խաղաղության համար, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ բոլոր նրանց համար, ովքեր որ ղեկավարում են այս երկիրը, թող քո Սուրբ Հոգու ներկայությունը նրանց Տեր իմ Աստված, փառավոր Տեր, այս ժամանակաշրջանը առաջնորդի, փառք ես,
պատիվ քեզ։ Բերում քո ձեռքերի մեջ գյուղերը, քաղաքները, շրջանները, որ քո զորությամբ այցելես եւ ամբողջ Հայաստանով մեկ քո արտության կրակը բորբոքվի, Երևանի բոլոր վարչական շրջաններում արտությունը թող տարածվի, այս Պենտեկոստեի օրերը Տեր, թող քո հոգին թափվի եւ հովելի մարգարեությունը տեղի ունենա ամեն մարմնի վրա եւ ամեն ծունկ ծալվի քո առաջ, ամեն շուրթեր դավանեն, որ դու Տեր ես Հայաստանում, փառք ես, մեծարանք եւ գովեստ քեզ, ամեն։ Տիրոջը շնորհակալ եմ ձեզանից բոլոր նրանցից, ովքեր որ մեզ հետևում են, ուզում եմ հրավիրեմ ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12 հասցեով կարող ես ֆիզիկապես ներկալնես, կարող ես նաև հետևես մեզ ուղիղ եթերով այս աղոթքներին։ Տեր օրհնի ձեզ, մնաք Աստծո խաղաղությամբ։